Այս շողշողուն քաղցրավենիքի համար մեզ անհրաժեշտ է 3 ձու, 2 ամբողջական եւ 1 սպիտակուց, դեղնուցը երեսին քսելու համար ենք պահում, 500 գրամ ռեժան, 2 թեյի գթալ սոդա, աղմի պտղունց, 1-ից 2 ճաշիկ գթալ շաքարավազ խմորի մեջ կամ առանց շաքարավազի, ալյուր 600-ից 700 գրամ, հունցում ենք փափուկ ձեռքերին չկպչող խմոր, անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք ալյուրը եւ դնում սառնարան 40 րոպեից մինչեւ մի ժամ։ Խմորը բաժանում ենք 3 մասի, պատրաստելու ենք 3 տարբեր միջուկներով։ 2 տեսակ խորիս ենք պատրաստում՝ քաղցր եւ աղի։ Քաղցր խորիսի համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակից քիչ ալյուր եւ 100 գրամ կարագ։ Աղի խորիսի համար 1 բաժակ ալյուր, 80 գրամ կարագ եւ կես թեյի գթալ աղ, ստուգեք ըստ համի։ Խորիսը նույնպես պահում ենք սառնարանում։ Առաջին գունդը բացում ենք, հալեցրած կարագ քսում մեջտեղի մասում, քաղցր խորիսը լցնում ենք եւ ըստ հոլովակի շարունակում, չմոռանալով շերտերին կարագ քսել։ Երկրորդ գունդը ավելի բարակ ենք բացում, համեմատաբար առաջինի, խորիս, քաղցր, դարչին եւ ընկույզ ենք ավելացնում եւ երրորդ տարբերակը առաջինի նման ենք հավաքում։ Վրա նախշերը տարբեր ենք անում տարբերակելու համար։ Դեղնուց ենք քսում 180-ից 190 աշճան տաքացրած ջեռոցում 10-ից 15 րոպե մինչև գեղեցիկ վարդագունելը։ Փափուկ, նուրբ ու անուշ գեղեցկությունը մնում է վայելել։ Անուշ արեք։